Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորից, սկզբի համար կխնդրեմ չեք մոռանում ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ես ողջ շաբաթվա ընթացքում լուր հետևել եմ լրատվական դաշտին, ես լուր հետևել եմ, թե ինչպես է զարգանալու այս մայիսի 9-ի կապված տոնակատարությունները, թե Հայաստանից ով է գնալու Ռուսաստան կամ ընդհանրապես գնալու են, թե չեն գնալու Ռուսաստան, թե ոնց են ժողովրդին համոզում, որ այս հաղթանակը մեզի պետք չի, թե ընդհանրապես Ռուսաստան մեկնել մեզի պետք չի եւ այլն, չէ որ Ռուսաստանը մեզ դավաճանել է, չէ որ Ռուսաստանը հանցագործ է, չէ որ Ռուսաստանը Ուկրաինայի հողերը գրավել է ու գրավում է, ցեղասպանություն է կատարում եւ այլն եւ այլն։ Այսօր հենց այդ դրա մասին ենք խոսալու, մի քիչ թեժա լինելու, որտեւ ես միշտ ասում եմ ծուռը նստենք, դուզը խոսենք։ Ամենասկզբից սկսենք։ Դուք շատ լավ գիտեք իմ վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։ Այո, Ռուսաստանը մեզի դավաճանել է, այո, Ռուսաստանը դավաճանել է իր ամենամտերիմ դաշնակցին, կարելի է ասել։ Դե իհարկե մեր տարածաշրջանը, որովհետև իր ամենամտերիմ դաշնակիցը դա Բելարուսն է, իսկ մեր տարածաշրջանում մենք էինք։ Երևի չկա մեր շուրջ այնպիսի ազգ, որ ավելի շատ ռուսամետ լիներ, քան թե Հայաստանը, հայ ժողովուրդը։ Ու այո, ռուսը դավաճանել է։ Եվ սա արդարացում չունի, բայց սա չի նշանակում, որ մենք մեր արած գործին չպետք է տեր կանգնենք կամ մեր արած սխրանքներին չպետք է տեր կանգնենք։ Այս մտածելակերպը, որ գիտեք ինչ կա, Հայաստանը չպետք է մասնակցի այդ հաղթարշավի, չգիտեմ, միջոցառումներին, սա սխալ է։ Սա չգիտեմ այս մարդիկ ինչով են մտածում, բայց այդ 300,000 զով, որ մենք տվել ենք, մի այդ տղեկը, որ աշկերները բաց են, որոնք որ հա մի այդ պահին այդ կարմիր դրոշի տակ են կռվել, բայց հաստատ իրանց սրտի ու մտքի մեջ եղել է Հայաստանի անվտանգությունը, որ կռվե հաղթել են, որ այդ ձև մեծ ներդրում են ունեցել, որ այդպիսի գեներալներ եւ մարշալներ ենք տվել։ Համի ինչ մենք բանը չեթանք մասնակցենք։ Իրանց պատիվը ոտնատակենք, հա, ինչա որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատա, Ռուսաստանի հետ վատա, թող մենք Ռուսաստանի համար չենք այդում, շատ ճիշտ ենք անում, պետք է այդանք ու մասնակցենք, ու միշտ էլ պետք է հիշեցնենք, որ հայը մեծ ներդրում է ունեցել, հենց նույն ռուսն էլ պետք է իմանա, որ հայը մեծ ներդրում է ունեցել, որ գերմանացին չգա հասնի Մոսկվա, օրինակի համար, ու աշխարհն էլ պետք է իմանա, որ այո, հայը մեծ ներդրում է ունեցել, եւ մենք պետք է տեր կանգնենք մեր պապերի կատարած սխրանքներին։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ասում են Ռուսաստան չպետք է գնացվի եւ չպետք է մասնակցի, իրանք ընդհանրապես ոնց որ sense կոպիտ ասած թքած ունեն 300,000 զոյի վրա, այ եւ մեր մեծագույն գեներալների եւ մարշալների վրա։ Այսինքն մենք ինչի պետք է տեր չկանգնենք, թուրքը պետք է դա տեր կանգնի, հա, ասում է տեսեք, ասում է, Ալիևը չգնաց, ինքը вообще կարա չէ, դա, բայց զոր քաղերգ է, էլի, ուզում է ցույց տա, որ մենք կռվել ենք։ Ես вообще մտածում եմ ոչ թե հային պետք է հրավիրեն Մոսկվա, հայ ներկայացուցիչին պետք է հրավիրեն Մոսկվա, այ հայի տեղը պետք է արդեն բրոնյա արածը լինի այնտեղ։ Ձեզ մշտական տեղ, հատուկ տեղ հայի համար, որտեվ հայը այո մեծ ներդրում է ունեցել այդ պատերազմին, եւ մենք պետք է տեր կանգնենք դրան։ Իսկ այդ ձև մտածողները այդ դրանից է գալի խնդրեմը, որ մարդիկ գիտես ինչ կա, այսօր թուրքերն ասում են դուդուկը մերն է, լավաշը մերն է, տոլման մերն է, որ էսի մերն է, էնի մերն է, որտեվ մենք մերինի տիրություն չենք ուզում անենք, մեր մերին տեր չենք ուզում կանգնենք, ուրիշն է գալի կանգնում։ Ամի մենք թե մեր արած սխրանքներին տեր չկանգնենք, մեր քաջերի արած սխրանքներին եթե տեր չկանգնենք, հա ուրիշը թուրքը կեթա կանգնի, ասի մենք ենք արել։ Վայրենեք ասենք Քոչարիները, մերն են, որ պարում էին, դրանք էլ թուրք էինք ասել, մեր թուրքական պարն են պարում։ Տեղով ասում են, էլի։ Ասում են թուրքի բանը, Քոչարին թուրքական պարա։ Բա այդ ինչից է գալի, որ տեր չեն կանգնում։ Մելիս ասում, ինչ դու օրորտ աղջիկին ինչ ենք նեղացել ենք։ Այո, մենք ունենք մեր դժգոհությունները, որը որ պետք է արձանագրենք քաղաքական դաշտում։ Պետք է քաղաքական քայլերով ցույց տանք, որ մենք դժգոհ ենք, բայց ես ինչ որ մեծ քենք շել, տարածաշրջանի այդ հզոր պետության դեմ լինելով ճլդո-պլդո մի եսքան պստիկ երկիր, սա նորմալ է, սա նորմալ չի, սա էլի ինքնակործանում է։ Դուք ոնց եք ընդհանրապես մտածում, դրամ այդ ինչ քարոզ եք տանում դուք մարդկանց, ինչ եք ուզում ասեք։ Ասում թո իրանք այդքան փակվեն իրանք ցենյակի մեջ, իրանք իրան ձևով ուզում է նշի, թո նշի։ Չէ, ախպեր, այս պետք է թանկ, այս պետք է Մոսկվայում նշենք ու պետք է սաղ աշխարհին ցույց տանք, որ մենք մեծ ներդրում ենք ունեցել այդ չարիքի դեմ պայքարին։ Այդ որ Պուտինն էլ ասում է, գիտես ինչ կա, մեր շարքերում եղել են շատ
Դենց ասած օտար ազգեր, բայց պատմության մեջ մտել են որպես ռուս զինվոր, հենց այդ գնալով մենք պետք է փոխենք, որ իրանք ռուս զինվոր չեն եղել, իրանք եղել են հայ զինվոր, բայց սովետական դրոշի տակ, որտեվ իրան սրտում ու մտքում եղել է Հայաստանի անվտանգությունը։ Իսկ ձեր չեթալը տեր չկանգնելն է իրան ծխրանքներին։ Ես էլ եմ ասում, այդ դուք որ ասում եք այդ 300,000 զոհը, որը մի աշկները բացի, դուք կարայիք իրանց դեմ ընդհանրապես կանգնեիք։ Այդքան կայիք, որ այսպիսի հայտարարակ քարոզ եք տանում։ Սա նորմալ չի, ժողովուրդ ջան, եթե մենք չկանգնենք տեր մեր ձեռբերումներին, ուրիշ թուրքն է գալու կանգնի։ Այս է ամբողջ իմաստը։ Սա է մեր իմ ասածը, ոչ թե ռուսին ներել կամ ռուսին չգիտեմ։ Համի ասում են, նայ ասում են ընդեսաղ մարդասպան են, իսկ Փաշինյանը գնաց նրանց կողքին կանգնեց։ Այդ որ Ուկրաինային այդքան պաշտպան Զելենսկի, դարել եք Զելենսկու բանը, advocate-ը Հայաստանի այդ լրատվական ու YouTube-յան դաշտում այդ Զելենսկին, որ էթում է Ալիևի կողը կանգնում է, իրար ձեռ են սխմում, իրար պաշպրոշտի են անում։ Բախի այդ վաղ չեք ասում, որ Զելենսկի դու ինչ ես գնացե մարդասպանի կողը կանգնե, բայց Փաշինյանին ասում ես թե ինչ ես գնացե նրա կողը կանգնե։ Միլդուս գկա Փաշինյանական չեմ, ժողովուրդ ջան, դուք շատ լավ գիտեք իմ հետևորդներ, բայց եկեք ճիշտ, ինչի նրան չեք ասում։ Տենում եք, որ դուք բանը միակողմանի եք ամեն ինչ գնահատում։ Դուք ասում եք Փաշինյանը գնաց հանցագործների կողքը կանգնավ, աշխարհը տեսավ, աշխարհը թքած ունի, արա դու քո շահերը առաջ դու աշխարհը մի բան ասում, ընձի կամ շահավետ առաջարկ արա, կամ ըզնից յանտուր։ Եթե դու շահավետ առաջարկ աշխարհին չես անում, ուրեմն յանտ աշխարհը ընդհանրապես կոպիտը կներեք ժողովուրդ ջան, բայց աշխարհը փաթած ունի ընդհանրապես դու կողն ես կանգնել, եթե դու իրան շահավետ առաջարկ չես արել ժամանակին։ Իսկ մենք ժամանակին դրա հնարավորություն ունեինք։ Երբ որ մենք կարայինք այն վաղտ, որ անցյալ վիդեոյի մեջ որ ես ասում էի, չէ, Արամ Սարգսյանին, մենք եթե ժամանակին, երբ որ այն թեժ բաներ են, որ ասում է երկաթը տակ են ծեծում, երբ որ դու կարայիք հրաժարվեիք օդեկաբեից, այ ոչ թե սառսնեիք, այլ դենց դուզ գայիք եւ ռուսական բազանել հանեիք, բայց դրա տեղը շահավետ առաջարկ անեիք եվրոպացիքին, որ եվրոպացի գային իրանց գցենք sense ճակերտների մեջ ասած զորքերը տեղադրեին Հայաստանում որպես անվտանգության երաշխիք, ինչը որ արվեց գցենք Ադրբեջանի այդ շփման գծում։ Չէ, դնում ես ադրբեջանցիք ոնց են բան անում, չէ, դրա համար ոնց են իրանք մռմռում, որ ընդ եվրոպացի կա եւ ամեն ինչ անում են որ դուզ գան, բայց դրա տեղը մենք այդ պահը են որ ասում է պոեզ ուշոլ ախպեր, մենք այդ շանսը արդեն բաց ենք թողել, այսօրվա իրականության մեջ դա արդեն անհնարին է, էլ մենք չենք կարող այդ ճանապարհով եթանք, մանավանդ այս պահին էլ թե Վրաստանում որ կատարվավ այդ իշխանապողությունով բանով ամեն ինչով, այս իշխանությունը որ Վրաստանում կա էլ դա արդեն անհնարին է ու աշխարհը խառնվել է իրար մենք մեր շանսը բաց ենք թողել իսկ հիմա օրիորդ աղջկա նման նեղասկոտություն խաղալ եւ տեր չկանգնել մեր արած սխալներ մեր արած սխրանքներին սա խայտարակություն է այդ քարոզանողները նույնպես խայտարակություն են իրանք PR են մանգալի հասկացեք ժողովուրդ ջան իրանք PR են մանգալի որ պուպուշ բաներ ասեն դուք էլ պուպուշ բաներ լսեք բայց երբեք ոչ մեկ չասեց ինչի գցենք եթե իրաց մտածելակերպով ինչի գցեն գնաց Զելենսկին Էրդողանի կողը կանգնավ բայնի մարդասպան չի ինչի Ալիևի կողը կանգնավ բայդի մարդասպան չի Ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց նույն Էրդողանի հետ տալի առնումա, բայց Էրդողանը մարդասպան չի։ Այդտենց որ ասենք, պետք է մենք ոչ մեկի հետ տալու առնելիք չունենք։ Տենում եք որ դուք սենց մի երեսանի խաղ եք խաղում իմ ժողովրդի գլխին։ Դուք իմ ժողովրդին շատ վատ ինֆորմացիա եք տալի, շատ վատ ուղղությամբ եք տանում, որն էլ կբերի երկրի կործանմանը, քանի որ դուք սրելով տեղով սուր հարաբերությունները, տեղով վատ հարաբերությունները Ռուսաստանի դեմ, երբ որ հանկարծ Աստված չնի Ռուսաստանը Հանկարծ մի հատ վատ նայեց մեր ուղությամբ, թե մեր անվտանգությունը դուք ոնց եք պահելու ընդհանրապես, ով է գալու մեզի պահի։ Ես չեմ ասում թուրքին քսի տվեց, թող հենց ինքը եկավ, ասես դե էլ արի ասեմ։ Դուք ինչ եք անելու այդ ժամանակ։ Ինչով եք դուք պահելու Հայաստանը։ Այ Հավայի խոսացողներ։ Զզվեցրիք էլի, դուք պինչեք մեր արժեքները ոտնահարում։ Ինչի՞ չպետք է իթանու տեր կանգներ իրանց արժեքներին։ Ո՞վ ասես բան տեսել։ Սաղ շապատ դու գործ ունեք զակեղտոտ բանը դե նշելու բան չկա նշելու բան կա Ինչի նշելու բան չկա նշելու բան կա
Նշելու բան չկա, որտեվ տես քարոզ ատանվում, որ հայի արած գործը զրոանա։ Այդի ազակաս։ Այդի զակասա, որ հայի արած սխրանքները զրոանա, այդի զակասա։ Ու այդի ասախ շապատվա մեջ, սախ շապատվա ընթացքում այդ արժեքներն է այս ինֆորմացիոն դաշտում տարվել դեպի մեր ժողովրդին։ Բա հայը տես մեր մեծ արժեք է ունես, չէ՞, երկրորդ համաշխարհային պատերազմին։ Բա պետք է զրոացնենք, թե չէ։ Դե նշելու բան չկա։ Դուք էդի ռուսական չի։ Նորից կրկնում եմ, այդ մարդիկ իրանց սրտում մտքում պատերազմ անելիս միշտ մտածել են Հայաստանի անվտանգության մասին։ Պուտինը մարդասպանա, ցեղասպանա, իր կողքը ոնց կարելի է կանգնել։ Գնացեք Զելենսկուն հարցրեք, թե ոնց Ալիևի կողը կանգնում կամ Էրդողանի կողը կանգնում, կամ մնացած լիդերներին ասեք։ Այդ նույն Ուկրաինան, որ պլակատները դնում էր, ասում են մենք պահանջում ենք, չգիտեմ, ուրախանում ենք ընդ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար։ Այ դրանց գնացեք ասեք, այ Ուկրաինա մետեր։ Ու ես նորից կրկնում եմ, դուք շատ լավ գիտեք, ես ոնց եմ վերաբերվում Ռուսաստանին։ Այո, Ռուսաստանը դավաճանել է, այո, դրան ոչ մի կերպ ինչ-որ արդարացում չկա, բայց մենք այսօր նաև չունենք այն հնարավորությունները, որ ինչ-որ հատուկ կերպով քեն քշենք Ռուսաստանի հետ։ Սա չի նշանակում, որ մենք պետք է ակաժներներս կախենք։ Ոչ, մենք պետք է քայլեր անենք, բայց դիվանագիտական, որը որ օգուտ կբերի մեր երկրին, կամաց թեկուս ռուսին հասկացնելով իր սխալները։ Չնայած ինքը շատ լավ հասկանում է իր սխալները։ Բայց թե մենք պետք է մտածենք, որտեղ է մեր շահերը բաժանվել իրարից, որ այսպիսի բան ա եղել եւ կատարել հմուտ քայլել դիվանագիտական դաշտում։ Իսկ քենք շելը դա մեր քաշի ընդհանրապես հարց չի, մենք չենք կարա, արա հասկացեք։ Ես էի ուզում ասեի, որ թույլ մի տվեք, որ հայ ազգի արած սխրանքները զրոացվեն, որ թուրքը չգա այդ արած սխրանքներին տեր կանգնի։ Ոնց որ ուզում եմ մեր ընդհանրապես ամեն ինչին տեր կանգնի, մեր մշակույթին, դրա ասում ամեն ինչ մեր ինչին տեր չես կանգնում, ուրիշը գալի ասում իմն է, ամի այդ սխրանքին էլ դու տեր մի կանգնի, ուրիշը գա կասի իմն է։ Չի լինելու։ Ճիշտ են արել, որ գնացել են։ Չնայած ես իմ կարծիքով, որ պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանը գնար, այլ Հայաստանի նախագահը գնար։ Դա կլներ ուղիղ իմ ասածը դիվանագիտական իմաստով դու ցույց ես տալի, որ դու իմ հետ ճիշտ չես վարվել, բայց ես չեմ կարող տեր չկանգնել իմ արած հերոսների սխրանքներին։ Դրա համար միշտ պետք է լինես ներկա, թեկուզ նախագահի կարգավիճակով։ Թե դե ով է ինչ մարդասպան դիվանագիտության մեջ այդ բաները միայն շահի տեսանկյունից է նայվում։ Ժողովրդի ականջը փափուկ բան ասելու համար մեկին արել։ Այսօր այսքանը ցտեսություն, հաջողություն, հույս ունեմ շատ լավ հասկացաք։